Գտնում ենք Մասաչոտնի թեմի Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում, մի վայրում, որտեղից վեր են առաքվում տարածաշրջանի բնակիչների ամենօրյա հոգսերն ու զրույցները մեր երկնավոր հոր հետ։ Եկեղեցին կառուցվել է 1902-ից 1905 թվականներին, հոգելույս Տեր Խորեն arczepiskopos Մուրադբեկյանի առաջնորդության տարիներին, Անդրեասի և Բադալի հովանավորությամբ և ժողովրդի մասնակցությամբ։ Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է 3 նավի։ Սուրբ Հակոբ եկեղեցու հարավային ավանդատան ներսում ամփոփված է նաև մի տապան, որը ըստ ավանդության բերվել է Ակորիի Սուրբ Հակոբ եկեղեցուց եւ ասում են, որ այս տապանի տակ ամփոփված է նաև Սուրբ Հակոբի մասունքը։ Այստեղ շատերը դեռ սովետական տարիներից սկսած, խորհրդային միության տարիներից սկսած այցելում են Սուրբի բարեխոսությունն են խնդրում, բազմաթիվ հրաշքներ ունենք այստեղ կատարված եւ հիվանդություններից են բուժվել եւ նաեւ նրանք, ովքեր զավակ չէին ունենում, աղոթքով գալիս էին եւ բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են այստեղ աղոթքի պատասխան իբրև զավակ ունեցել եւ եթե գյուղում հարցնենք, միգուցե նաեւ շատերի անունը Հակոբ է ի պատիվ հենց Սուրբ Հակոբի աղոթքի պատասխան որպես։ Նրա հետ է կապված նաև Արարատ լեռան գագաթից Նոյան տապանի մասունքի իջեցումը, որով նաև շատ հրաշքներ են գործվել, որը այսօր պահպանվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Եկեղեցին յուրահատուկ է իր գմբեթային հատվածով, այն ներսից կլորավուն է, իսկ դրսից սուր, բնորոշ հայ-առաքելական եկեղեցիներին։ (1981 թվականին կառուցվում է կիսակառույց զանգակատունը, երանաշնորհ Վազգեն առաջին հայրապետի անմիջական աջակցությամբ, ճարտարապետությամբ Արծրուն Գալիկյանի։ Սուրբ Հակոբը մի վայր է, որտեղ միախառնվում են հին և նոր ժամանակները։ Եթե այստեղ չես եղել, ուրեմն արդեն ժամանակն է։